Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք իմ հեղինակային հաղորդման հերթական թողարկումը, այս հաղորդումը կոչվում է Status Quo, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօր մենք անդրադառնանք վերջին զարգացումներին, մեկ այլ քաղաքագետ Արմեն Վարդանյանի օգնությամբ, Արմեն ողջունում եմ ձեզ, վաղուց չենք տեսնում մեր տաղավարում, հուսով եմ, որ ամեն ինչ ձեզ մոտ լավ է, հետևում եմ ձեր ակտիվությանը Facebook-ում, Facebook-ից դուրս կյանք կա, կարծեք թե դրանցից մեկը այստեղ է, փորձենք հասկանալ այս հրաշալի եռյակի կամ քառյակի ակտիվությունը ինչով է պայմանավորված, խոսքը վերաբերում է նախ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որը բավական մեծ աղմուկ բարձրացել է, հասկանալի է հազատեսակի հարցեր կան, չգիտեմ արդյոք ինքը պատասխանեց բոլոր հարցերին, ըստ մեզ արդյոք այդ բոլոր հարցերը բավարարեցին այսինքն պատասխանները, հարցազրույց տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հարցազրույց տվեց Ռոբերտ Քոչարյանը, դե բնականաբար ամենամեծ հարցազրույց տվողը նա չի դադարում երբեք բոլորին ամեն օր իր գոհարներով մտքի փայլատակումներով հիացնել։ Հիմա հասկանանք, թե այս ամեն ինչը ինչու է տեղի ունենում, նախընտրական գործընթաց, աջակցություն Փաշինյանին անուղղակի ձևով, թե հակառակը դրանով իրենք խանգարում են, այդպես փորձում են սեփ խրել այս ընթացքի մեջ եւ Փաշինյանը մտահոգություններ ունի։ Նախ շատ ուրախ եմ ձեր այս հիանալի տաղավարում եւս մեկ անգամ հյուրընկալվելու համար։ Ինչ վերաբերում է ձեր տված հարցին, այո, այս ամեն ինչը երևի թե պետք է ընդհանուր նախընտրական տրամաբանության մեջ դիտարկենք, որովհետեւ 2026 թվականի խորհրդանական ընտրությունները 7 տարի հետևում չեն եւ արդեն բոլոր քաղաքական ուժերը այս կամ այն կերպ ֆորմալ կամ ոչ ֆորմալ սկսել են իրենց նախընտրական արշավը եւ Հայաստանի ներկայ եւ նախկին ղեկավարության այս հարցազրույցները, գրառումները հենց այս ծիրում պետք է դիտարկել։ Վերջ, այդքանը։ Ես կուզեմ մի քիչ ընդհարցակեք, այսինքն օքեյ, շատ լավ։ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս, իբր պատասխանում է հարցերին, բայց մնում են էլի լիքը հարցեր։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված 18 թվականի այդ գործողությունները, Արցախյան պատերազմի մասով նրա թողած ժառանգությունը եւ Փաշինյանի հետագա քայլերը։ Ես կուզեմ մի փոքր նաեւ դրա մասին խոսեք, եւ վերջո ինչ հասկացաք Սերժ Սարգսյանի զրույցից։ Սերժ Սարգսյանի վրա մեծ ճնշում կա առաջին հերթին եւ նույնիսկ իր կուսակցության կողմից եւ իր թիմի, այսպես լայն առումով կողմից։ Ես Ռոբերտ Քոչարյանն եմ իր թիմի մասը համարում, որոնք նախկինում թիմակիցներ են եղել, եթե հիշում եք ժամանակին նրանց նույնիսկ սիամական երկրորդ էին անվանում քաղաքական դաշտում, հետագայում ինչ-ինչ կոնֆլիկտի, ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրանց ճանապարհները բաժանվեցին, բայց միմյանց նկատմամբ այսպես անուղղակի երբեմն նաև ուղղակի մեղադրանքները շարունակվում են։ Այո, Սերժ Սարգսյանի վրա շատ լուրջ ճնշում կա այն առումով, որ նա ինչու բերեց իշխանության Նիկոլ Փաշինյանին, կամ ինչու ավելի ճիշտ կլինի ասել, ինչու իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ Այդ թվում նաև իր իշխանության, իր քաղաքական թիմի անդամների կողմից, որովհետև երբեք էլ հաճելի չէ իշխանությունը ձեռքվելը, իշխանական, այսպես ասեմ, կերակրատաշտից, արտոնություններից ձեռքվելը եւ բնականաբար Սերժ Սարգսյանի շատ կողմնակիցներ երբեմն բացեի բաց, երբեմն ոչ բացեի բաց նրան հարցեր են տալիս եւ նա խնդիր ունի իր կերպարը մաքրելու, իրեն արդարացնելու համար։ Պես որ Սերժ Սարգսյանի ասածները ավելի շատ այս տիրույթում պետք է նայենք, իսկ Քոչարյանը ավելի շատ այո նախընտրական տրամաբանության մեջ։ Հիմա ինչ որ մենք Սերժ Սարգսյանն այստեղ 7 ժամանոց շատ մեծ ընդարձակ հարցազրույց էր։ Երևի թե հիմնականում երկու մասի կբաժանենք նրա այս հարցազրույցը։ Երկու, այսպես ասեմ, կատեգորիայում դա 2018 թվականի իշխանափոխություն եւ Արցախյան իրադարձություններ, Արցախյան պատերազմ։ Հիմա 2018 թվականի իշխանափոխության հետ կապված ընդհանրապես նա պատասխանել է հարցերին, բայց ելի 1-2 հարց կան, որոնց մասին ամբողջական չեն նրա պատասխանները կամ ելի հարցեր են առաջացնում։ Ինչպես ստացվեց, որ նա իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ Նա ասում է, որ ես իշխանությունը փոխանցել եմ Կարեն Կարապետյանին։ Բայց նրա կողմնակիցներից Էդուարդ Շամազանովը ժամանակին իր հուշերում ասել է, որ Կարեն ինչ որ գրառումներ էր արել, որտեղ որ նշել է, որ Կարեն Կարապետյանը սկզբնական շրջանում շատ վստահ գնում էր, որ իշխանությունը վերցնելուն։ Սակայն հետագայում ինչպես ստացվեց, նա հրաժարվեց իշխանությունից եւ հաստատորեն նա էլ իր հերթին իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ Ինչպիսի ստորջրյա գործընթացներ են տեղի ունեցել այդ մի քանի օրերի ընթացքում, որ նա սկզբում բոլոր թիմակիցներին հավաքել է, վստահաբար ասել է, որ ես եմ լինելու
վարչապետը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց 1-2 օրվա ընթացքում այսպես կտրուկ փոխել է իր դիրքորոշումը, որն է այս հարցի պատասխանը։ Լավ կներ Սերժ Սարգսյանը այս հարցի պատասխաներ տալ։ Ըստ ձեզ անկեղծ է Սերժ Սարգսյանը։ Իհարկե ոչ, նա չի կարող 100% անկեղծ լինի, որովհետև իր համար էլ, այսպես ասեմ, ոչ բարենպաստ բաներ կլինեն այն առումով, որ փաստորեն ինքն էլ չի ճիշտ գործել։ Ամենայն դեպս իր կողմնակիցները կամ հասարակությունը նրան մեղադրում են եւ նա եթե ամբողջովին անկեղծ լինի չի կարող այդ բոլոր մեղադրանքների տակից դուրս գա։ Փորձում են ինչ-որ հարցերի պատասխանել, փորձում են ինչ-որ մեղադրանքների սլակներ իր վրայից այսպես հեռացնել, իրեն արդարացնել, բայց միշտ չի որ դա ստացվում է։ Կա չէ կարծիք, որ ինքը շարունակում է տեխնիկավար այդ կուկլավոդը մնալ։ Համաձայն եք։ Չէ, համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ նրան, որ նաև ինքն է Նիկոլ Փաշինյանին բերե։ Ես կարծում եմ, որ ինքը ուղղակի ինչ-որ մի պահից ուղղակի գործընթացը իր ձեռքից բաց է թողել, թելը, այսպես ասեմ, կառավարման իր ձեռքից բաց է թողել 2018 թվականին։ Եվ այլևս ստեղծվել է մի իրավիճակ, որ նա իշխանությունը պետք է փոխանցեր կամ Կարեն Կարապետյանին կամ Նիկոլ Փաշինյանին, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով նա ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Ես այն ժամանակ էլ հիշում եմ, որ մեկ շաբաթ էր անց կամ 10 օր մի հարցազրույց տվեցի եւ ասացի, որ վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը չի ազատազրկվելու, բան չի նստելու, ասենց ասեմ, այն ժամանակ այդպես ասի։ Իմիջիայլոց այս առումով էլ իր վրա մեծ ճնշումներ կան, արդեն Քոչարյանի կողմնակիցների կողմից, որովհետեւ իրենք ասում են, այդ ինչպես ստացվեց, որ Քոչարյանը 1 տարի 7 ամիս նստեց, բանտում անցկացրեց, իսկ Սերժ Սարգսյանը ոչ մի օր, ոչ մի վայրկյան բանտում չի անցկացրել, ինչ որ քրեական գործեր են նախաձեռնում, չէ, ինչ որ իրեն բայց վերջում արդարացում գալու սահմանափակում կա։ Դա չնչին սահմանափակում էր համար, ի վերջո նա վերջում, այսպես նոր նամին բոլոր գործում արդարացում է, եւ դիզբարելիքի գործով արդարացվեց, եւ իմ կարծիքով էս մյուս գործերով էր կան։ Իմ անձնական կարծիքով 2018 թվականին, երբ որ նա արդեն եկել է այն հասել է անդառնալիության կետին, երբ որ նա հասկացել է, որ այլևս իշխանությունը կորցրած է, պետք է որոշում կայացնի, թե ում փոխանցի, նա որոշում է կայացրել իշխանությունը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց դրա հետ միասին նաև իր համար անվտանգության երաշխիքներ է ստացել իշխանության կողմից, եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունը պահում է այդ խոստումը, իրեն տված անվտանգության երաշխիքները մնում են։ Սա իմիջիայլոց նաև հարցեր է առաջացնում, ինչպես արդեն ասացի, Քոչարյանի կողմնակիցների մոտ։ Այնպես որ ես չեմ կարծում, որ ինքը շարունակում է նա այսպես խաղավարը, ինչ որ մարդկանց կամ գործընթացների վրա ազդելով, պարզապես նա փորձում է իր թիմակիցների կամ իր քաղաքական թիմի լայն առումով ներկայացուցիչների մոտ իր անունը մաքրել, այսպես ասեմ, որովհետև իրականում ասեմ ձեզ, որ շատերը, նաև նրա կողմնակիցները հենց նրանից շատ լուրջ դժգոհություն ունեն, որովհետև զրկվել են իշխանությունից, զրկվել են իշխանական արտոնություններից եւ նա պետք է նաեւ իր կողմնակիցներին պատասխանել։ Դուք իրավամբ նշեցիք, որ ըստ էության ինքը ոչ մի օր չի նստել, բանտում չի անցկացրել, տարբերություն Քոչարյանի, նաեւ բայց Քոչարյանի պարագայում էլ մենք տեսնում ենք, որ Քոչարյանի որևէ բիզնես ըստ էության չի դուժել ավելին, թերևս, որովհետև պետությունը շարունակում օրինակ մեքենաներ գնել իրենից, տարբերելի ծառայություններից օգտվել։ Սերժ Սարգսյանի պարագայում էլ երևի թե նույն դինամիկան շարունակում է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է կարծեք այդտեղ արանքում շարունակում էլի ինչ որ որոշակի ակտիվություն գոնե հանրային հայտարարությունների կամ հարցազրույցների ձևով պահել իր մասնակցությունը կամ իր ակտիվությունը ինչով է պահանջվում։ Ինքն էլ արդեն իր քաղաքական ուժի հակի ապագայի մասին եմ մտածում, որտեղ Լևոն Զուրոբյանը վերջերս հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը ակտիվ դերակատարություն է ունենալ, իսկ ՀԱԿ-ի գաղափարական հայրը, ֆորմալ կամ ոչ ֆորմալ լիդերը շարունակում է մնալ Տեր-Պետրոսյանը, որը ինքը իշխանության չի հավակնում, բայց իր կողմնակիցներին ազգային ժողով տանելու այսպես ծրագրեր միշտ ունեցել է եւ 2020 դա նորմալ է։ Այս տաղավարում են ասել, օրինակ մասնակցել են արում, իսկ դուք պատկերացնում եք մի տեսական իրավիճակ, որտեղ այդ երեք ուժերը կմիանան, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այո, նախկինում դժվար էր դա պատկերացնել, բայց մենք տեսանք, որ 2021 թվականի ընտրություններից առաջ մի քանի հանդիպումներ եղան, այդ թվում
կաթողիկոսի հետ միասին երեք նախագահները նաև ինչ որ հայտարարություններ արեցին, եթե հիշում եք հանրայինի եթերում Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ այժմ պետք է բոլորը միավորվեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, նաև մամուլում հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն պատկանող լրատվամիջոցով տարածեց հայտնի հանդիպման մասին տեղեկությունը, որտեղ նա առաջարկել է համատեղ ճակատով գնալ ընդդեմ Նիկոլ Փաշինյանին, բայց պայմանադրել, որ իրենցից երեքից որևէ մեկը չպետք է գլխավորի այդ ցուցակը, որին դեմ է արտահայտվել Ռոբերտ Քոչարյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը համաձայն են եղել դրան, Քոչարյանը ոչ։ Այսինքն ինչ որ հանդիպումներ, ինչ որ դաշինք կազմելու փորձեր եղել են, հնարավոր է նաեւ լինեն, այսօր էլ լինեն։ Տեսականորեն այսօր չեմ բացառում, եթե նախկինում դա կբացառեի, հիմա այլևս չեմ բացառում, որովհետեւ տեսնում ենք, որ այդպիսի փորձեր, հանդիպումներ, միավորումների փորձեր եղել են եւ հնարավոր է որ ապագայում։ Մի քանի հարց կա այստեղ այս արդեն նախընթաց ընդառաջ այս նոր ընտրություններին, արդյոք օրինակ ի վերջո կլինի նոր քաղաքական կերպար, չեմ ասում ուժ, որտեղ ուժեր կարծեք թե կան, բայց միևնույն է այն ինչ սիրած հարցերից մեկը իսկ ով է այլընտրանքը, մնում է միևնույն է արդիական, իսկ ով է այլընտրանքը, ով է այդ ձեռնոցն է, տողը անգլեն ասում են ով է challenger-ը, ով պիտի նետի ձեռնոց հավասարապես, որպեսզի կարողանա ոչ ուղղակի մասնակցել, այլ իսկապես խնդիրներ ստեղծել իշխանությանը։ Արդյոք այս երեք ուժերն են լինելու, թե նոր ուժեր եք տեսնում, հանձին օրինակ չեմ Թաթոյան կարող է լինել կամ Սամվել Կարապետյանի թիմը կամ էլի նոր թիմեր, որոնք միգուցե նոր հորիզոնում երևում են։ Այո, անպայման նոր ուժեր կլինեն 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների համեմատ շատ լուրջ փոփոխություններ կլինի։ Տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի թիմը շատ լուրջ ռեսուրսներ է դրել այս գործընթացում, ահռելի ֆինանսական ներդրումներ են կատարում, թիմ են մեծ ստեղծում եւ արդեն իսկ իրենց իսկ խոսքերով մոտ 5000 մարդ անդամագրվել է իրենց քաղաքական ուժին։ Սա սկզբի համար վատ չէ եւ կարծում եմ, որ ապագայում այս տենդենսը էլի կշարունակի, որովհետեւ իրոք շատ մեծ գումարներ է։ Դες կարծում եք Նարեկ Կարապետյանը կկարողանա այդ կոնսոլիդացնող ուժը դառնալ։ Ոչ, Նարեկ Կարապետյանը չի լինելու, ինքն էլ ասել է, որ դեռ կհայտարարեն ով է լինելու իրենց քաղաքական ուժի փաստացի ղեկավարը։ Գաղափարական հայրը իր ասելով լինելու է Սամվել Կարապետյանը, բայց լինելու է նաև այլ մարդ, որը որ այդ ուժը գլխավորելու է։ Ես ընդհանրում եմ, որ դա կարող է լինել Կարեն Կարապետյանը, նախկին վարչապետ, որը որ բարեկամական, քաղաքական կապեր ունի Սամվել Կարապետյանի ընտանիքի հետ, դա բոլորը գիտեն, եւ որը որ ժամանակին երբ որ հրաժարական տվեց, սա մենք դեռ կհանդիպենք։ Այսինքն ենթադրում եք, որ նորից կարող է երրորդ անգամ վերադարձնել քաղաքական այս քաոսի մեջ հայկական Կարեն Կարապետյանի կողմից։ Ինքը մեկ անգամ եղավ, երկրորդ անգամ եղավ եւ անփառունակ ձևով հեռացավ, հիմա նորից կարծում եք ինքը կմտնի այս գետի մեջ։ Կարծում եմ այո, չեմ բացառում, ենթադրում եմ, որ ինքը կարող է լինել այդ ուժի հետաքրքիր, եթե իհարկե մենք հիմա մի փոքր հիպոթետիկ ենք խոսում, եթե լինի Կարեն Կարապետյան, ինչ է կարծում, երեք այս գործող ուժերը Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան համաձայն կլինեն իր հետ համագործակցել կոալիցիա կազմել օրինակ։ Այո, ինչու ոչ։ Ամեն ինչ կախված է իհարկե սա, ինչպես նշեցիք, հիպոթետիկ դատողություններ են, բայց ամեն ինչ կախված կլինի 26 թվականի խորհրդանական ընտրությունների արդյունքներից։ Եթե 3-4 ուժ ընդդիմադիր ուժ անցնեն ազգային ժողով եւ մոտավորապես Գյումրիի սցենարով թիվ 1 ընդդիմադիր ուժի լիդերի շուրջ կարող են մնացած 3-4-ը պայմանավորվեն եւ արդեն կոալիցիոն կառավարության տարբերակով փորձեն իշխանություն վերցնել։ Ամեն ինչ իհարկե կախված է այն տոկոսներից, այն դիրքավորումից, այսպես ասեմ, ուժերի բաշխվածությունից, որը որ կլինի 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունից։ Գյումրիի սցենարը հնարավոր է համարում 26 թվականի ընտրություններում։ Տեսականորեն այո, ինչու ոչ։ Իշխանության ռեյտինգը վարկանիշի կարծիքով այս պայն 50% չի ձգում։ Չի, հասա չի ձգում, իհարկե։ Այսինքն իրենք չունեն բացարձակ մեծամասնություն, բայց եթե իրենք Փաշինյանը կամ Փաշինյանը եւ թիմը, ասենք, հավաքեն 30-40%, բայց դա կլինի պարզ մեծամասնություն, ոչ բացարձակ մեծամասնություն։ Իսկ մյուս 3-4 հավանական ընդդիմադիր ուժերը
եթե տոկոսային առումով ավելի շատ հավաքեն, բնականաբար նրանք են ձևավորելու իշխանություն, եւ այդ դեպքում ըստ քաղաքական տրամաբանության եւ քաղաքագիտական օրենքների պետք է միավորվեն թիվ 1 ընդդիմադիր ուժի լիդերի շուրջ։ Ձեր ասած Գյումրիի տարբերակ։ Այո։ Իրենք էլ չեն իմիջիալոց տաքսնում, որ իրենց վերջնանպատակը դա է։ Իրենք բոլոր իրենց հայտարարություններում, հարցազրույցներում ասում են, որ իրենց համար Գյումրիի սցենարն է։ Իսկ առաջնային, եթե ուզում եք անուններ մի տվեք, բայց տեսնում եք, այսպես կեղծ ընդդիմադիրներ, որոնք իրականում խաղալու են Փաշինյանի դաշտում, բայց իրանք դիրքավորում են որպես իբր թե ընդդիմություն են։ Չէ, այս անգամ ամենադեպս այն վիճակները չի, որ ասենք 2003-ին ունենք, ասենք Գեղամյանի կամ հետագայում Արտուր Բաղդասարյանի օրը։ Բոլորը բացառությամբ երևի Թաթոյանը, չնայած ես չեմ էլ պատկերացնում Թաթոյանը իշխանության հետ կոալիցիա կազմի, բայց մնացածները շատ པարզ ասում են իրենք, որ դաշտում են եւ երևի թե այս առումով ավելի անկեղծ են։ Նույնիսկ ընդդիմության դաշտում գործողները ասում են մենք ովքեր պատրաստ են Փաշինյանի հետ համագործակցել, դաշինք կազմել եւ ովքեր որ կտրականապես երկնվել։ Այս առումով ես կարծում եմ ընտրողների վիճակը ավելի լավ է, ավելի քաղաքական ուժերը ավելի բաց են խաղում, ավելի բաց խաղակարտերով են խաղում եւ այս տեսանկյունից շատ մեծ անակնկալներ ես չեմ կանխել։ Կան չէ քաղաքական ուժը, օրինակ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Օսեփ Խուշոջյան, այդպես ասած արևմտյան ըստիս իրենք համենայնպես իրենք այդպես են ես ներկայացում, այլ հարցը ինչքանով է դա տենց թե ոչ, դա լավ հարցի այլ կողմն է։ Իրենք հաճախ է լինում, որ կտեսնեք ընտրություններից առաջ սկսում են շատ քննադատական, այդպես իբր թե Փաշինյանի դեմ է, որ իրենք ընդդիմություն են, որ մի ընտրեք Փաշինյանին, ընտրեք մեզ, չնայած մարդիկ էլ ասում են տարբերությունը որն է ձեր եւ նրանց մեջ, ավելի լավ է մենք ընտրենք Փաշինյանին։ Այսինքն միգուցե իրենք անցնող ուժեր չլինեն, բայց փոշիացնող ուժեր լինեն, կլինեն ըստ։ Տեսեք, հիմա Արամ Սարգսյանը արդեն իսկ մի քանի տեղ Երևանի հավաքանի ընտրությունները տեսնենք։ Ինքը կոալիցիա կազմեց եւ առանց իր օգնության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չէր։ Ինքը չէր թաքցնում, որ պատրաստ է կոալիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, նա Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է եւ անկեղծ մարդը ասում է, ես որովհետեւ պատբան այստեղ չեմ տեսնում։ Ես ասենք չեմ տեսնում, որ Արամ Սարգսյանը նույնիսկ տեսականորեն Ռոբերտ Քոչյանի հետ միավորվի։ Դա անհնար է իմ տեսանկյունից, վստահ եմ դրան։ Նույն նաև ձեր նշած մյուս քաղաքական գործիչներ։ Այսինքն քաղաքական դաշտը շատ པարզ է այս առումով։ Համարում եք, որ ավելի պարզ է։ Ես կարծում եմ ամենից շատ པարզ է։ Եվ հետաքրքիր բան ասեցիք, այսինքն հիմա ընտրողների համար հեշտ է լինելու, շատ հեշտ է լինել, քան ասենք 2003-ին։ Այսինքն դիմակներով չեն։ Չէ, դիմակներով չեն, այս առումով շատ լավ է, թող բոլորը բաց քաղաքարտերով ասեն, ով ում հետ պատրաստ է կոալիցիա կազմել, որպեսզի ընտրողն էլ իմանա, որ հետագայում անակնկալի չգա։ Եվ այդ առումով ըստ ձեզ Արցախյան թեման ինչպիսի տեղ կունենա եւ Քոչարյանը օրինակ հայտարարել էր, որ պետք է ես բառացի չեմ հիշում իհարկե, բայց այսպես ասած վերադառնալ հատկապես վերադարձի թեմային արցախցիների եւ նաեւ Արցախյան թեման նորից հետ բերելու բանակցությունների կամ քննարկման դաշտ։ Տեսեք, Արցախյան թեման տարիներ շարունակ շատ կարևոր է եղել Հայաստանի ընտրությունների համար, բայց հիմա ցավոք սրտի դա կորցրել է իր ակտուալությունը մեծամասամբ, բայց ոչ ամբողջովին։ Հիմա տեսեք, Հայաստանում արդեն տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են Հայաստանի քաղաքացիություն, նրանք ունենալու են ընտրական իրավունք եւ բնականաբար քաղաքական գործիչներն պետք է փորձեն այս կամ այն կերպ նաեւ այս ընտրողների պահանջները բավարարեն։ Այս տեսանկյունից իհարկե կլինեն նաև խոստումներ արցախցիներին։ Ոմանք խոսք կտան, ասենք վերադարձի իրավունքը ապահովել, ոմանք նպաստի ոմանք սոցիալական փաթեթ։ Այսինքն իշխանական դաշտը պիտի ասի, որ մենք ձեզ լավ ենք նայելու, մյուս դաշտը ասել է, որ դուք վերադառնալու եք ձեր տները, դուք այլ ապրելու եք Արցախում։ Այո, հենց այդպես էլ լինելու է, բայց արցախցիների թիվը բավականին մեծ է եւ ոչ մի քաղաքական ուժ բնականաբար չի կարող անտեսել նրանց շահերը, բոլորի համար էլ պետք են գալու նրանց ձայները։ Արցախի հարցը ըստ էության դուք էլ նշեցիք, որ ցավոք դարձել է ոչ այդքան արդիական։ Այո, որովհետև ցավոք սրտի երկար տարիներ մարդիկ այդ հարցը դարձել էին մանիպուլյացիոն գործիք, այսպես հարստանալու, թալանելու եւ այլն բաների համար։ Եվ այն ժամանակ կար ժամանակ, որ
դա աշխատում էր։ Հիմա այլևս չի աշխատում։ 2021-ին էլ տեսանք, որ չաշխատեց, եւ այլևս, չգիտեմ, մարդիկ միգուցե ավելի սթափ են նայում, միգուցե դա իրենց համար արդեն դարձել է երկրորդական եւ այլն։ Սա մի լուրջ սոցիոլոգիական հետազոտության առարկա է, բայց մի բան ակնհայտ է, որ այլևս Արցախի հարցը մեր ընտրողների թիվ 1 խնդիրը չէ։ Կան նաեւ այլ, միգուցե այլ հարցերի շուրջ։ Անվտանգային հարցեր, սոցիալական եւ այլն։ Երկու բառեր խոսենք անվտանգությունից։ Ես գիտեմ, որ անվտանգությունը, ինչպես նաև դուք եք նշում, մեր տարածաշրջանում կարևորագույն հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Եվ ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ որոշակի կոնֆիգուրացիաներ փոխվում են, եւ հիմա շատ է խոսվում եւ քննարկվում եւ ըստ էության երկու տարբեր զուգահեռ իրար դիսկուրսներ, նարատիվներ կան, մեկը այն, որ Հայաստանը անցնում է բարեփոխումների ճանապարհով, մենք գնում ենք զենք, մյուս կողմից դրա շատ ավելի թերահավատորեն վերաբերմունքը եւ երկուսն էլ կարծեք թե մեկը մյուսին չզիջող նարատիվ են, որովհետեւ շատ դժվար է սու ինքնաթիռներ գնելուց հետո համոզել, որ Հայաստանում ամեն ինչ գիտեն ինչ են անում եւ նաեւ էլի տարբեր սպառազինություններ, առավելևս որ Հայաստանը 21 թվականին դեռևս Ռուսաստանից ակնկալիքներ ուներ, որ զենք պիտի գնի եւ այլն, եւ բարձրաձայնից ասում են 400 միլիոնի կարգի, մենք ինչի համար պետք էր այդ պայմանագիրը կնքել Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից էլ որ տեսեք ահավասիկ մենք Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, բայց նրանք երկուսն դարձել են մանտրաներ։ Իրականությունը մի փոքր դժվար է հասկանալ։ Այդ երկու մոտեցումներն էլ ծայրահեղություններ են։ Մի ծայրահեղությունն է, որ ընդհանրապես զենք չենք առնում, ոչ մի բան չենք առնում։ Մյուս ծայրահեղությունն է, որ արդեն այնքան զենք ենք առել, որ կարող ենք մեր անվտանգության խնդիրները ինքներս մեզ ինքնուրույն լուծել։ Իհարկե որոշ բաներ արվում են, ես չեմ կարող ասել, որովհետև պաշտպանության ոլորտը, զենքի գնումների ոլորտը փակ է, ես չունեմ այդ դոստուպը, չեմ կարող ասել ինչ քանակով արդյոք բավարար են դրան գոնե նվազագույն առումով մեր անվտանգությունը ապահովելու, բայց իհարկե որոշ քայլեր արվում են։ Ես նորմալ չեմ համարում, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է խմբեր կազմեք տանան մեր զենքը ցույց տամ, դա էլ աննորմալ է։ Իհարկե ես եք ուզենայի շատ բան իմանալ, բայց կներեք ես ինչու պիտի ամբողջությամբ տիրապետեմ մեր զինանոցում արկայեղած։ Իսկ դա բայց պոպուլիստական հայտարարություն, ոչ մի չի գնալու կամ եկողին էլ չեն տանում։ Չէ, գնացողներ լինելու են, ինչու որ գնան, բայց իսկ տանեն մի քանի ֆորտիֆիկացիա ցույց տանել, չնայած զենքերը ցույց։ Կամ ի վերջո եթե զենքերը կան, այդ դրանք պետք է Երևանի մոտ։ Գախնի ոչ մի բան չկա։ Եթե տանեն ցույց տան, ուրեմն դա ամբողջովին պոպուլիզմ է։ Իսկ եթե ֆորտիֆիկացիոն ամրաշինական բաներ ցույց տան, դա նորմալ է, թող։ Չէ, իսկ եթե կա ու տանեն ցույց տան, նորմալ է, բայց եթե պարզի որ չկա, բայց ձև են անում որ կարող են տանել։ Զենք կարելի է, զենքեր կարելի է ցույց տալ, օրինակ հրետանային համակարգ է կարելի է, բայց ասենք եթե ունենք օրինակ բալիստիկ հրթիռ ունենք, օրինակ 300 կիլոմետր խփող, դա արժե տանել ցույց տալ, իհարկե ոչ։ Լավ, շատ լավ, ամեն, եթե ավելացնելու բան ունեք, մենք 1-2 րոպե ունենք։ Չէ։ Հարցեր շատ կան, ուղղակի չեմ ուզում նաև որ կիսատ մնան, այսպես ասած, պատասխանները։ Մի խոսքով մենք տարին ամփոփում ենք քաղաքական, այսպես սուր քաղաքական աշնամբ, այսպես ձևակերպեմ, թեժ, ասած չասեմ սուր, թեժ քաղաքական աշնամբ գալուստով եւ կարծում եմ, վստահ եմ, ավելի ճիշտ, որ միջև հաջորդ խորհրդարանական ընտրությունները ինչքան մոտենան այդ ընտրությունները, դրանք իրադարձությունները ավելի են թեժանալու, ավելի թեժ բանավեճեր, կոմպրոմատների այսպես ի հայտ բերումներ կլինեն։ Մի խոսքով միջև 2026 թվականի հունիսը թեժ է լինելու։ Շնորհակալություն ձեզ շատ։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի հեռուստադիտողներ, մենք այսօր հյուրընկալեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանին։ Հաջողություն ձեզ։